Ես խորհուրդ եմ տալիս այն մարդիկ, ովքեր ինձ գրում են, ինձ չգրեն այնպիսի հարցերով այստեղ TikTok-յան իմ անձնական էջում։ Իմ սիրելիի հետ կարող եք ինձ միացնել, հա, զույգերի միացում անել։ Ես նման իմ ձեռքերը չեմ կեղտոտում նման կեղտոտ գործերով զբաղվելու, որովհետև դա ինձ համար ինձ մոտ, երբ որ ինձ այդպիսի բաներ եք գրում, մեծ զզվանք է առաջացնում, ինչու՞, որովհետև մարդ ինչքան պետքա անճար լինի, իրանից ոչինչ չներկայացնի, որ դիմի ինչ-որ մարդկանց ասելով, որ ինձ զույգերի միացում արեք, այս տղայի հետ միացեք կամ տղան ասի այն կնոջ հետ միացրեք, հա, դա անում են բավականին շատ ցածր հա, ինքնագնահատական ունեցող մարդիկ, առանց հասկանալու, որ դա դուք այդպես վրեժ եք լուծում ձեր սիրելիից։ Դրանք շատ կարճաժամկետ բաներ են, որոնք որ դուք ուզում եք, եւ դուք պետք է գիտակցեք, որ այստեղում էլ դուք դիմեք, ինչ էլ որ անեն, դա ժամանակավոր է եւ դուք ոչ մեկին արհեստական ձևով չեք կարող պահել ձեր կողքին, որովհետեւ նախ առաջինը դուք խախտում եք տիեզերքի օրենքները եւ երկրորդ դուք պետք է պատասխանատվություն կրեք այն ամենի համար, երբ որ խախտելով տիեզերքի օրենքները դուք դիմում եք ինչ-որ մարդկանց, որպեսզի այդ գործողությունն անեն, որովհետև ձեզ պետք է այդ մասին ասեն, տեղեկացնեն, որ դուք պետք է կրեք պատասխանատվություն։ Ինչ է նշանակում պատասխանատվություն կրել։ Դուք պետք է պատասխանատվություն կրեք այն ամենի համար, ինչ դուք պատվիրում եք, որովհետև եթե ձեր պարտնյորը հետագայում ձեզանից գնա, դուք այդպես նախ պատժում եք ձեզ, դրա համար էլ պետք է լինեք պատասխանատու, շարունակելով սխալ նորից նույն սխալը մի քանի անգամ կրկնել, որտեղ վերջում կարող եք գալ մի կետի հասկանալով, որ դուք ինքներդ պատժել եք ձեզ, որովհետև այն, ինչ ձեր կողքին տրված չէ, հա, վերևից ճակատագրով, որ մնա ձեզ հետ, ուրեմն նա երբեք չի մնա ձեզ հետ, արհեստական ինչ-որ գործողություններ պատվիրելով եւ այլն։ Մի բան էլ խորհուրդ այն մարդկանց, ովքեր որ դիմում են ինձ, ես լուրջ աշխատանքներով եմ զբաղվում եւ ես ժամանակ չունեմ մանկապարտեզ եք խաղում, սրա հետ միացրեք, մի հատ կնայեք ինձ, ես նայելու հետ ոչ մի կապ չունեմ, իմ տեսողական հա, հոտառության եւ լսողական բոլոր կանալները բաց են, ես կանխատեսում եմ, ես ոչ մի կապ չունեմ, ոչ գուշակների հետ, ոչ բախտագուշակների հետ եւ ոչ էլ